Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է, նա Փարիզում մասնակցել է միջուկային էներգիայի գագաթնաժողովին, որտեղ մասնավորապես ելույթի ժամանակ նշել է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Ավելի վաղ դիմավորման եւ համատեղ լուսանկարահանման արարողության ժամանակ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վաղը Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ Եվրոպական խորհրդարանում հանդես կգա ելույթով։ Նախատեսված է նրա հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը զգուշացրել է, որ արտերկրում գործող որոշ դերակատարներ տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից ճնշումներ են գործադրում հայ ազգի եւ Հայաստանի քաղաքացիների վրա, ովքեր զբաղվում են տնտեսական գործունեությամբ։ Մասնավորապես նրանք փորձում են նման անձանց ներգրավել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնատության հայտ ներկայացրած որոշ քաղաքական ուժերին աջակցելու գործողություններում, որոնք կարող են ընդգրկել ֆինանսական եւ կազմակերպական աջակցություն, սակայն չեն սահմանափակվում միայն դրանցով։ Իլհամ Ալիևը հավանություն է տվել Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության փոփոխություններին, որոնք ընդգրկում են մի շարք կարևոր կարգավորումներ։ Փոփոխությունների արդյունքում սահմանադրության նախաբանից հանվել են 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հիշատակումները, ինչը կարող է ազդել Նախիջևանի իրավական եւ պատմական հղումների վրա։ Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է, որ Իրանը 20 անգամ ավելի կտուժի, եթե Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները դադարեցվեն։ Այս մասին նա հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում եւ Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը մոտ է ավարտին եւ նախնական ծրագրերից ավելի արագ է ընթանում։ ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ գործողության ընթացքում նահանգները հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող ավելի քան 5000 թիրախների, այդ թվում անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներին, նաև խորտակել Իրանի 47 նավերը։ Կարծում եմ, որ Իրանի հետ պատերազմը մեծ մասամբ գրեթե ավարտված է։ Նրանք ոչ նավատորմ ունեն, ոչ կապ, նրանք չունեն ռազմաօդային ուժեր։ Գործողությունն ընթանում է շատ ավելի արագ, քան նախկինում ենթադրած 4-5 շաբաթը։ Իրանի տարածքում կմեկնարկի ռազմական գործողությունների նոր եւ առավել հզոր փուլ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Ըստ նրա, հարվածներն իրենց մասշտաբներով գերազանցելու են նախորդներին։ Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենահզոր հարվածների օրը, ամենաշատ կործանիչները, ամենաշատ ռմբակոծիչները, ամենաշատ հարվածները։ Հետախուզական տվյալներն առավել ճշգրիտ են եւ լավը, քան երբևէ, նշել է Հեքսեթը։ Մենք չեղարկում ենք նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ գները նվազեցնելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետերախոսազրույցից հետո։ Մենք պատրաստվում ենք հանել այդ պատժամիջոցները, քանի դեռ իրավիճակը չի պարզվել, իսկ հետո ով գիտի, գուցե մեզ հարկել չլինի դրանք նորից սահմանել, նշել է Թրամփը։ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Ռուսաստանի նախագահի օգնականի տեղեկացմամբ զրույցը կենտրոնացած է եղել Իրանի շուրջ հակամարտության եւ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ։ Զրույցը կայացել է Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնությամբ։ Առաջնորդները բովանդակալից եւ օգտակար մտքեր են փոխանակել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Պուտինը ներկայացրել է Իրանում հակամարտության քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ուղղված իր տեսակետները։ Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել Միացյալ Նահանգների եւ անձամբ Թրամփի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում ներդրված միջնորդական ջանքերի համար։ Ադրբեջանը արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաներով հումանիտար օգնություն է ուղարկել Իրան։ Ձեռնարկը հետևել է Իլհամ Ալիևի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի 2026-ի մարտի 8-ին կայացած հեռախոսազրույցին։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ Իրան ուղարկված հումանիտար օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2.5 տոննա շաքարավազ, ավելի քան 4 տոննա ջուր, մոտ 600 կիլոգրամ թեյ եւ շուրջ 2 տոննա դեղորայք եւ բժշկական պարագաներ։
Ուկրաինայի հարցերի բանակցությունների փուլը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգվում է, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Ներկայում մեր գործընկերների առաջնահերթությունն ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Ուստի ամերիկյան կողմի առաջարկով այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվում է։ Այս տարվա փետրվարին Հայաստան է այցելել 121,285 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 117,372, ինչը նշանակում է, որ այս տարվա փետրվարին գրանցվել է 4000 այցելուի աճ։ Այս մասին հայտնել է զբոսաշրջության կոմիտեից։ Տվյալների համաձայն 26-ի փետրվարին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից, որը կազմում է ընդհանուր թվի 37%, Վրաստանից 14% եւ Իրանից 8%։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ զբոսաշրջիկների հոսքի առումով 2026 թվականի հունվարը Հայաստանի համար ռեկորդային է եղել։ Զբոսաշրջիկ է համարվում մեկ գիշերակեցով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ցանկացած օտարերկրյա քաղաքացի կամ դրսում մշտապես բնակվող մեր հայրենակից։ Իրանի Իսլամական Հանրապետության այդ օղակի սեղմումը անընդհատ ստիպում էր, որպեսզի տեղի ունենա մարդկանց շարժ, որի մի մասը տեղի ունենում այլ Երևանի միջոցով։ Գալ Հայաստան որպես տրանզիտ երկիր, Հայաստանի միջոցով քրիչներ այլ երկրների տարածքներ կամ հենց Հայաստանում հանդիպումներ եւ բանակցությունները վարեն։ Հայաստանում 2026 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 4,3% գնաճ, իսկ 2026-ի հունվարի համեմատ գները աճել են 0,5%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։ Հայաստանի տնտեսական աճը 2026 թվականի պետբյուջեով նախատեսված է 5,4% չափով։ Ըստ Կենտրոնական բանկի նախորդ տարվա 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության զեկույցի 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը սպասվում է 4,7-ից 7%։ Բուսաբուծության ոլորտը դրական նշանակություն է ունեցել Հայաստանում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացման վրա։ 2025-ի տարեվերջին արձանագրվել է 5,6% աճ, որը գումարային արտահայտությամբ կազմել է մոտ 1 տրիլիոն 57 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալը, խոսելով գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքների մասին։ Նա իր խոսքում առանձնացրել է պտուղ հատապտղային, խաղողի բերքի, բանջարաբոստանային մշակաբույսերը եւ մի քանի այլ ուղղություններ, որոնցում նկատվել են աճեր։ Կառավարությունը հաստատակամ է, որ ապագայում ինտենսիվ գյուղատնտեսությունը դա այն միակ բանալին է ոլորտային հաջողություն ունենալու եւ այդ տրամաբանությունից ելնելով նաև սահմանվում են աջակցության գործիքակազմը, հնարավորությունները, իհարկե մեծ շեշտադրում անելով ջրային եւ հողային ռեսուրսների վրա։ Նախորդ տարի քննչականում անչափահասների կատարած հանցագործությունների 464 քրեական վարույթ է քննվել։ Այս թիվը 20-ով ավելի է 2024-ի համեմատ, սակայն միևնույն ժամանակ նույն այդ տարուց 158 գործ է փոխանցվել։ Դատարան 78 տարբեր ծանրությունների գործ են ուղարկել, այդ թվում օրինակ 5 սպանության, 2 սպանության փորձի, մեկը դրա նախապատրաստության։ Մասնագետների դիտարկմամբ մեր բնակչության համար հանցավորության այս թվերը մտահոգիչ են։ Իրավապաշտպանները կարծում են համալիր ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտություն կա, հասկանալու համար, թե ինչն է ստիպում անչափահասին անելու հակաօրինական քայլ։ Մտահոգիչ է, որովհետև մեր բնակչությունն այնքան մեծ չէ, որ մենք ասենք մեր բնակչության հարաբերակցությամբ դա այդքան էլ մեծ թիվ չէ, ոչ դա մեծ թիվ է, հատկապես առնելով մեր հայկական մշակույթը, մենտալիտետը, ծնողների գիպեր, այսպես ասած, հոգատարությունը երեխաների նկատմամբ մեր համար իմ կարծիքով դա մեծ ցուցանիշ է։ Այդ թվի շարունակական դինամիկա ավելացումը արդեն խոսելու է շատ լուրջ խորքային խնդրի մասին, որը վստահաբար պետք է բացահայտել եւ կանխել։ Օպերատիվ կառավարման կենտրոնը, որը փետրվարի 15-ից գործարկված 112 հեռախոսահամարով միավորել է ոստիկանության եւ փրկարար ծառայության զանգերը, գործում է բնականon եւ լիարժեք ապահովելով արագ, արդյունավետ եւ համակարգված արձագանք։ Կենտրոնի ձևավորումը պարզապես հեռախոսահամարի փոփոխություն չէ, այն արագ արձագանքման եւ քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կոնցեպտուալ նոր մոտեցում է։ Զանգահարելով 112 հեռախոսահամարին քաղաքացիները հնարավորություն ունեն մեկ զանգով կապ հաստատել ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումը դառնում է ավելի արագ եւ արդյունավետ։
Ռիելթորական կազմակերպությունների կամ առանձին ռիելթորների դիմելով քաղաքացիները որոշակի դեպքերում հանդիպում են խաբեբաների։ Վերջիններս դիմողներից նախապես պահանջում են միջնորդավճար, խոստանալով հարմար բնակարան։ Սակայն որպես կանոն գումարը ստանալուց հետո նրանք կամ այլևս կապի դուրս չեն գալիս կամ առաջարկում են իրականությանը չհամապատասխանող տարբերակներ։ Իրավապաշտպանները ահազանգում են, հեշտ է դարձել փաստաթղթերի կեղծումը, քանի որ լիազորագրերը հիմնականում վերցնում են Ռուսաստանի Դաշնությունից։ Օրինակ, եթե օտարերկրյա քաղաքացին դիմում է լիազորագիր հաստատելու, ցանկացած վավերապայմաններով այն հաստատվում է։ Այստեղ խնդիր է առաջանում, քանի որ նոտարի կողմից հաստատված տվյալների իսկությունը ճշտելու մեխանիզմ ըստ իրավապաշտպանների չկա։ Փորձի համար ես վստահորդ ունեմ մեկնելա Մոսկվա, մտելա նոտարական գրասենյակ, լիազորագիրը ցանկացե վերցնի Բաղրամյան 26-ը վաճառելու համար։ Պատկերացնում եք, Ռուսաստանի Դաշնությունում գործող օրինական նոտարը լիազորագիրը հաստատելը։ Երբեմն հրապարակվում են այնպիսի հայտարարություններ, որոնց նպատակը պարզապես մարդկանցից խոշոր չափի գումար շորթելն է։ Կան նաև դեպքեր, երբ անձը ներկայանում է որպես ռիելթոր կամ կազմակերպության աշխատակից, իրականում չունենալով որևէ իրավական կարգավիճակ, պատասխանատվություն կամ լիազորություն։ Խնդիրը հատկապես սրվում է, երբ քաղաքացին շտապում է, վստահում միայն բանավոր պայմանավորվածություններին։ Մարդուն տարել են ցույց են տվել, ասել են կարող ենք ձևակերպել, որ այս տունը հիպոթեկով ձեռք բերեք, մարդը համաձայնվել է, սկզբնական կանխավճար տվել է 2 միլիոն դրամ, պարզվել է, որ դա ընդհանրապես կեղծ ընկերություն է, սեփականատիրոջից վարձակալությունով վերցրել է, տրամադրել է իրան։ Դե բնականաբար նոտարական գրասենյակում իրանք չեն հանդիպելու։ Մի քանի զանգերից հետո այդ համարները անհասանելի են դառնալու։ Եկող տարվանից ուժի մեջ է մտնելու ռիելթորական գործունեության մասին օրենքը, ըստ որի էլ կարգավորվելու են ռիելթորական գործունեությանն առնչվող հարաբերությունները։ Նախատեսվող փոփոխություններով որակավորման քննություններ են անցկացվելու, որի արդյունքներով էլ մասնագետները ստանալու են որակավորման վկայականներ։ Իրավապաշտպանների դիտարկմամբ դա կարող է որոշակի զգաստացնող ազդեցություն ունենալ։ Մի փոքր զսպողական կլինի սահմանափակվի, որ ամեն մեկը չկարողանա զբաղվի ռիելթորական գործունեությամբ։ Ինձ թվում է պետք է անհատական վաճառքները ամբողջությամբ դուրս գա, հստակ լիցենզավորված հիմնարկներ աշխատեն։ Խաբեության զոհ դարձածների թվում է նաև Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի երիտասարդ, ով այստեղ կապի մեջ մտնելով մի տղայի հետ խաբվել է։ Կեղծարարը ասել է, որ փնտրում է մեկին, ում հետ կկիսի տան ազատ սենյակը վարձը կիսելու պայմանով։ Սա այն դեպքն է, երբ զեղծարարը զոհին ցույց է տվել բնակարանը, վերցրել է վարձավճարը եւ անհետացել։ Ես հասկանում եմ, որ ես դարձել եմ խարդախության զոհ, ու մենք բոլոր հնարավոր ուժերով մենք փորձում ենք իրան գտնել, բայց ինքը ոչ մեկի հետ կապի դուրս չի գալիս։ Ես դիմում եմ ոստիկանություն եւ անցնում է մի ամիս այդ բնակարանի ապրող աղջկա շնորհիվ ինձ գումարը վերադարձվում է։ Ռիելթորային խաբեությունների պատճառով մարդիկ ոչ միայն նյութական վնաս են կրում, այլև հայտնվում են երկարատև դատական եւ իրավական խնդիրների առաջ։ Հետևաբար անշարժ գույքի ցանկացած գործարքում զգոնությունն ու փաստաթղթերի մանրակրկիտ ստուգումը շարունակում է մնալ ամենակարևոր պաշտպանությունը։ Մարտի 10-ին Հայանիստ բնակավայրում մեքենա է այրվել, զիլում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, հետո Մասիսի շրջփրկարարական ջոկատի ցրշեջները մարել են կրակը։ 73-ամյա վարորդը տեղափոխվել է Երևանի Արմենիա բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Ավտոմեքենան իմ տեղեկություններով հաշվառված է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի, այսպես ասած, Արմավիրի ճանշինի հաշվեկշռում, դեպքի մասին արդեն ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում, այստեղ ժամանել է համայնքային ոստիկանը։ Մարտի 9-ին մայրաքաղաքում Արցախի եւ Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Շևրոլեն ու ՎԱԶ-2106-ը։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Շտապօգնության բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Մարտի 10-ին հրդեհ է տեղի ունեցել Կարբիի ձորում 1 ժամ կրակի տարածման դեմ պայքարել են Կարբիի ձորում գործող հայտնի հանգստյան գոտու աշխատակիցները, որոնց շնորհիվ նաև մեծ քանակի ծառեր են փրկվել։ Ահա զանգել են նաև 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Որ մենակ խոտերը վառվել լավ է, շտարացվել դեպի ստեղ լավ ծառեր կան։ Եվ մայրաքաղաքում չկա այնպիսի վարչական շրջան, որտեղ փոս չլինի Արաբկիրում, օրինակ Հովսեփ Էմին փողոցի մոտ 2 կիլոմետրանոց ճանապարհին նույնպես վտանգավոր վիճակ է։ 20 օրվա ընթացքում այս փողոցում 30-ից ավելի մեքենա է վնասվել։ Մայրաքաղաքում սկսվել են փոսալցման աշխատանքները, իսկ Հովսեփ Էմին փողոցում երբ կմեկնարկեն դրանք անհայտ է, սակայն մի բան է ակնհայտ՝ օր առաջ այստեղ պետք է խնդիրը լուծվի։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը կարող է դիմել քաղաքապետարան, որպեսի չանտեսեն այս փոսերը նույնպես լցեն գոնե ժամանակավորապես ոչ թե քչակ քարով կամ աղու ավազով